Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած կուսակցության ներկայացուցիչներն իրենց նախընտրական խոստումները թվարկեցին փոքր բիզնեսի համար 0% հարկ, 300,000 նոր աշխատատեղ, ուսանողներին էլ անվճար կրթություն, ժամկետային ծառայությունը, որ կառավարությունն այս տարի կես տարով կրճատեց ու 1.5 տարի սահմանեց, 2-ի փոխարեն ուժեղ Հայաստանը խոստանում է ևս կես տարով նվազեցնել ու 1 տարի դարձնել։ Թոշակների ավելացում ամսական 12,000 դրամով, բժիշկների և ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում 20-ից 25%-ով, 0% ծայրահեղ աղքատություն Հայաստանում, գործնականում անվճար կրթության հնարավորություն ուսանողներին։ Լոռիում ուժեղ Հայաստանը Սպիտակի ամենամեծ համայնքից Ջրաշենից սկսեց իր քարոզարշավը։ Այստեղ նրան գրկախառնությամբ դիմավորեց գյուղը 20 տարի ղեկավարած Վահան Ուռուսյանը։ 2018 թվականի հեղափոխությունից հետո գյուղացիները ոտքի էին կանգնել նրա դեմ, բողոքելով, որ 88-ի երկրաշարժից ավերված համայնքի խնդիրները չեն լուծվում, իսկ ղեկավարը հաշվետու չէ բնակչությանը։ Գյուղը թալանված է, թալանված է գյուղապետի այդ կամանդի հետ մեկտեղ։ Ոչ թե մի գործով, այլ ամբողջ գյուղը չկա մի բան, որ արված ունի ժողովրդի համար, միայն արված է իր սեփականության համար։ Համայնքի կարծիքը զերոյացրած, անտեսված, իրավունքները լրիվ զերոյացրած, իրանք մտածում են այդ բյուջեն իրանց բյուջեն է։ Այժմ նա գործող իշխանության ընդդիմախոսների հետ նույն հարթակում է եւ զայրացավ Ազատության իր նախկին քրեական գործերին վերաբերող հարցերից։ Ինչ եղավ այդ քրեական գործերով ամեն։ Դու մը հարցոնցնել ես ինչ քրեական գործ։ Քրեական։ Ես մաքուր եմ ինչ եղի։ Տրակտորն ինչ։ Լավ, տրակտոր տարար ջարտերիկ։ Շարի եք պետք։ Ախր կինոր չեմ աշխատել ինչ կսիս։ Հարցը չտա, բան։ Չէ, ես ով եմ ուզում։ Ներկա համագյուղացիներն էլ պաշտպանեցին նրան, թե ներկայիս պաշտոնյաները հետ չեն մնում։ Ջրաշենում հեղափոխությունից հետո գյուղապետ, ապա վարչական ղեկավար նշանակված Արմեն Եղիազարյանն էլ անցած տարի է կանգնել դատարանի առջև կաշառքի գործով։ 30 տարի ղեկավարից չկրծար 2 տարվա ղեկավարի 25% ուտեր, ինչ կսիս։ Ցել ման։ Ուտողներ Պուտիները 2 տարվա։ Դադվանու նորից ու անկը նորից նստացել։ Բան ժառանգական է փոխին էլի։ Գյուղապետ չկար, երնիտեր չկար 3 տարի էր։ 30 տարի դու ղեկավարին, մի հատ պետական գույք առար։ Էդը խլին տարան տվին ես իմում։ Բայց ներկայիս ղեկավարը 45 հատ առե ու չեն հարցնում էդի որտեղից։ Գրեթե 5000 բնակիչ ունեցող այս գյուղում դժգոհությունները նույնն են։ Մարդիկ փաստում են, որ խնդիրներն այդպես էլ մնացել են չլուծված։ Ժողովրդին ոչ մեկ չի նայել։ Ընդհանրապես ոչ մեկ չի նայել։ Սաղ իրան դիակատորատում։ Ես ինքս 2 տարի այս կոտրած ձեռքով ընտրել եմ մեր պարոն վարչապետ Փաշինյանին։ Բայց չի լուծում չկա էս ոչ մանավանդ մեր գյուղում, ընդհանրապես լուծում չի եղել, հարց չի լուծվել մեր գյուղում։ 3 տարի առաջ Սարամեջ համայնքում ճանապարհ են սարքել։ Ճանապարհը սարքել են ու լրիվ քանդվել է ժամանակի մեջ է 15% փողա մնացել, որ ուղղի թերությունները վերացնեն, ոչ մեկ չի գալու։ Գնում եք Նիկոլ Փաշինյանին եք մոտիկան, որ մեր խնդիրը բարձրացնեն, մեզ չեն թողում մոտիկանալ։ Իրար հետ մենք պետք է երկիր փոխենք։ Մեր երկիր 30-35 տարի դիրություններած է, լավ երած, վատ երած կերևա, բայց հիմա որ դիկան կսաղ մեր ռայոներ կվրանք, դասիբություն է ժողովուրդ։ Այսօր Ջրաշենում ուժեղ Հայաստանի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանին մոտեցավ Ազատի զինվորական կացարանում 3.5 տարի առաջ հրդեհից զոհված զինծառայողի պապը Արտյոմ Մանուկյանը, որ մի քանի օր առաջ Սպիտակի հրապարակում վարչապետ Փաշինյանին հանդիմանեց իր թորան մահվան համար, բայց նրան չթույլատրեցին անգամ ավարտել խոսքը, թևերն ընկան ու հեռացրին։ Ինչի համար սախեց ժողովրդի մեջ հայտարարեց, որ ինչ որ բան են անում 200,000-ի համար ուղարկում են ստեղ խանգարելու կամ ասել ինքը ինչ չէր ճանաչում, որ ես ով եմ ու ում պապիկն եմ, ինքը լավ էլ գիտեր, որովհետև ուզում էր այդ մոմենտին վարկաբեգերին եւ մնացած բանին, բայց ինքը ստացավ իր հարվածը, ես միջև վերջ գնալու եմ ընկեր Կարապետյան, դուք էլ խնդրում եմ օժանդակեք, որովհետև դա իրար հետ կեշտան։ Նույն այս հրապարակում այսօր Նարեկ Կարապետյանը դատապարտեց երկրի ղեկավարին տարեց տղամարդու նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Ժողովուրդ, այս մարդիկ կորցրել են, աստղայինը տարել է իրանց։ Իրանք էլ չեն գնահատում մարդկանց։
Երբ մարդիկ մոտենում են, անհարգալից են իրանց հանդեպ։ Մարդը իր զավակին կորցրել է, հարց է ուզում տա, անհարգալից են վերաբերվում իր հանդեպ։ Ամոթ, ամոթ, ամոթ։